Բարև, այսօր շարունակում եմ նայել ֆիլմեր, այսօր նայեցի 2003 թվականին նկարահանված մի ֆիլմ, թրիլեր էր ինքը, թրիլեր և ուժս, տենց ասեմ, այսինքն սարսափ ֆիլմ էր, թրիլեր էր, «Пункт назначения», անգլերեն չնայեցի անվանումը, այդ ֆիլմը «Пункт назначения» ունի 6 սերիա, սա որ նայեցի երկրորդ սերիան է։ Ինչի մասին է ֆիլմը, որ ասում են ձախ ոտքի վրա ես արթնանում, այդ պատմությունն է, թե ոնց մի խումբ մարդիկ ձախ ոտքի վրա են արթնանում և դրա հետևանքները ինչպիսին են լինում, այն աստիճան, չնայած ինքը սարսափ ֆիլմ էր, կան շատ տենց մարմնի մասնահատումների տեսարաններ, դաժան տեսարաններ, որոնք ինձ մոտ ամեն անգամ ծիծաղ են առաջացնում, ինչի, որովհետև այնպիսի իրադարձությունների շղթա էր բերում այդ ամեն ինչին, որ իսկապես ասում էր, դե ինչի էլի այդպիսի բան եղավ, նայում ես, ասենք ինչ-որ հերոսի, ինքը ահա փրկվում է, բայց ինչ-որ մի հիմար բան բերում է դրա տվյալ մարդու մահվանը, խոսքով, ինձ համար անգամ կոմիկ էր, կոմիկական էր այս թրիլեր սարսափը, չգիտեմ ով այդպես կնայի, ասում են մյուս մասերը ավելի, երրորդ, չորրորդ մասերը ավելի հաջողված է, չեմ նայել, չգիտեմ, բայց ամենայն դեպս ոչինչ հետաքրքիր էր, կարար ավելի լավը լիներ, ճիշտն ասած, ընդհանուր ֆիլմի իմաստը այն է, որ լինող բանը կլինի, հայերեն եթե այս ֆիլմի անունը թարգմանեինք, այս ֆիլմը պետք է կոչվեր լինող բանը լինելու է, և այդպես մի խումբ ձախորդ պանոցներ փորձում եմ փախչել մահից և մի շարք անհեթեթ մահերի ականատեսը կդառնաք, եթե նայեք այս ֆիլմը, ինձ համար բավականին ծիծաղելի կոմիկ ֆիլմ էր,